այդ խնդիրը կար եւ դրական է, որ լուծվել է, բայց ինձ էլ են դիմում քաղաքացիները, իրականում են հաշվարկը, որ պարոն Թունյան դուք արեցիք, այդ հաշվարկն էլ ինչ-որ խնդիր ձևակերպեցիք, արեցիք, բայց եւ այնպես իրավական առումով այս նախագիծը ընդունված է համարվում վաղը, երբ որ ազգային ժողովը կքվեարկի։ Չէ, առնվազն այդ ժամկետը, որ ազգային ժողովը ընդունեց, ես կարծում եմ, եթե այդքան, այսինքն դրական կրկնակ եք ասում, շատ հետաքրքիր սիրուն ձևով էլ ներկայացրեցիք, լավ փաթեթավորմամբ, բայց հնարավոր է, որ ավտոմեքենան, ասենք օրինակ Միացյալ Նահանգներից մինչև Հայաստան հասնի, այսինքն գնաց լինեն այդ տրամաբանությամբ մեր քաղաքացիները եւ այդ ժամկետի մեջ չհասնի Հայաստան, այն իմաստով, որ 3 ամիսը այն նվազագույն ժամանակահատվածն է, լավ, առավելագույն ժամանակահատվածն է 3 ամիսը, որ կա, հիմա վաղվանից հաշված, եթե կար ձևակերպեմ, վաղը, եթե ընդունվում է, նաև լայն իրազեկում կարծում եմ այստեղ այս շեշտադրումն անենք, լայն իրազեկում անենք քաղաքացիների շրջանում եւ դրա պատասխանատու մարմինները, որ մարդիկ անկաշ թյուրիմացության մեջ չլինեն, շատ-շատերը չգիտեն, որ այս 2 տարվա նաև կանոնը կա, ուրախացել են, որ երկարելու է եւ արտոնությունը, այսինքն իրազեկում լինի, մարդիկ իմանան իրենց վարքագիծը ստայդեմ դասավորեն, այսինքն վաղվանից հաշված մի մեծ բան չի կորում, այդպիսի մի տենց ահավոր մի փոփոխություններ չի լինում, բայց կարծում եմ տենց ավելի արդար կլինի, վաղվանից հաշված 3 ամիսը, այսինքն մարտի 1-ը միջև այդ ուրեմն ես հենց նես չեմ ասում, ինձ էլ են դիմել, այսինքն վաղվանից հաշված միջև մարտի 1-ը այդ ժամանակահատված եւ երկրորդ այս 1, որ կարծում եմ եթե ամբողջական խնդիրը լուծված լինի, իրազեկումներ վաղվանից սկսած արվի, լրիվ բավարար է, արդար է, որ այդ խնդիրը փակվի ամբողջությամբ։ Երկրորդ կարևոր հարցը, պարոն Պապոյան, անցած անգամ նիստի ժամանակ մենք չգիտեինք արդյոք քվոտա կլինի մաքսատուրքերի մասով, թե ոչ։ Հիմա դուք հայտարարում եք, որ այդ քվոտան կա, խոսքը վերաբերում է 15000 մեքենաներ, ավտոմոբիլներ, էլեկտրական, նաև օգտվելու են այդ քվոտայից եւ 15000-ի շրջանակներում չեն վճարելու նաև մաքսատուրք։ Եվ այստեղ էլ նաև այս իրազեկումն անենք, մի քիչ բացատրենք հստակ տարանջատված, ինչի մասին է դա, այսինքն որ ավտոմեքենաների էլեկտրոն այստեղ դիշեշտվի նաև այդ կանոնը տարածվում է մաքսատուրքի վրա թե ոչ, այսինքն 2 տարվա էլեկտրոմոբիլների ներմուծման կանոնը, սա էլ է պետք իրազեկվի եւ այդ ժամկետը, որ գրել եք, ես կարդացել եմ այդ անցումային դրույթներում, էլի հստակ չի, խոսքը վերաբերում է ավտոմեքենան հատի, օրինակ գրել եք փետրվարի 1 ու դեկտեմբերի 31-ին հատի Հայաստանի Հանրապետության սահմանը, թե ասենք ներկայացվի մաքսազերծման։ Այստեղ մի քիչ ավելի առնվազն ես հասկացել եմ, բայց կարծում եմ այստեղ պետք է ավելի հստակություն լինի, հետագայում շահարկումներ չլինեն, տարընթերցումներ չլինեն։ Այսինքն մեկ հարց, մինչև մարտի 1 ամբողջական այս խնդիրը լուծելու համար նկատի առնելով վաղվանից ընդունված նախագիծ, երկրորդ հարցը վերաբերում է մաքսատուրքերի պարզաբանմանը, որ ավտոմոբիլներին է դա վերաբերում եւ երրորդ հարցը հստակ որոշակիություն, իրավական որոշակիություն, այդ ամսաթիվը, որ դնում ենք, սահմանը հատելուն է վերաբերում, թե մաքսազերծման ներկայացնելուն։ Շնորհակալություն, պարոն Ավետիսյան, ես նայում էի իմ հոլովակների կարճ հոլովակներ են մի րոպեանոց, ենթադրում եմ մարդիկ նայել են, 3 սոցիալական ցանցերում իրար հետ 400,000 դիտում ունի այդ հոլովակները այս պահին, բայց ինքը շարունակում է մեծանալ։ Ես կարծում եմ մեր երկրում
մեր երկրի համար 400,000 դիտումը արդեն իսկ շատ մեծ հանրային իրազեկում է, ես կարծում եմ, որ 1-2-ն է կանենք եւ 1 միլիոն եւ ավել կանցնի, այսինքն այդ առումով հանրային իրազեկում ես կարծում եմ բավականին պատշաճ մակարդակի վրա, որ մի հարց, որը վերաբերվում է մեքենա ներմուծողներին 15,000 ներմուծողի ու արդեն 400,000 եւ ավել դիտում ունի, ես կարծում եմ բավարար եւ պատշաճ չափով ինքը ուրեմն իրազեկված է, սա մեկ, բայց բնականաբար կշարունակենք, այսինքն ես ինքս եմ հակված, որ այս ինֆորմացիան մաքսիմում շատ գնա։ Երկրորդը երկարաձգելու կարիքի ես չեմ տեսնում եւ ես կարծում եմ, որ եթե անգամ լինեն առանձին դեպքեր, որոնք որ տեսականորեն կարող է ձեր ասած դեպք լինի, ես կարծում եմ, որ հանրային շահը ավելի բարձր է, քան առանձին անհատների շահը։ Իսկ եթե մենք համարում ենք, որ մեր հանրային շահը պահանջում է, որ մեր երկրում լինեն նոր մեքենաներ, որ մեր երկրում չլինի աղբավայր այլ երկրների ուրեմն շարժիչների կամ այլ երկրների ուրեմն մետաղի հարցը գոնե լուծել ենք, հա, այդ աղբավայր էր, հիմա տանում ենք այդ աղբավայրը վերածում ենք արտադրության, բայց դեռ մյուսի հարցը լուծված չի, որ մենակ մեր մոտ չի, աշխարհում է լուծված։ Ուրեմն ես կարծում եմ, որ հանրության շահերը բխում է, որ մենք շարժվենք այդ ուղղությամբ։ Օրինակ նույն տրամաբանությամբ ինչ որ մեկին կարող է շտապ 100,000 դրամ փող է պետք, որ ինքը շտապ ինչ-որ մի բժշկական միջամտություն ունենա, բայց ես չեմ կարող թույլ տալ, որ դա արվի օրինակ իր կատալիզատորը ծախելու միջոցով, որովհետև այդ դեպքում հանրությունը եւ նույնիսկ չի բացառում, որ այդ մարդուն այդ փողը պետքա, որովհետև մեկ ուրիշին ժամանակին թույլ ենք տվել, որ ինքը իր կատալիզատորը վաճառի։ Եկեք հանրության շահը այնուամենայնիվ 3 միլիոն մարդու շահը ավելի բարձր միշտ ասենք, քան առանձին անհատական շահերը, որոնք որ կարող են լինել եւ այս առումով ես կարծում եմ, որ հունվարի 31-ից հետո չարժի անել եւ դա խնդիր է պետության համար, խնդիր է հանրության համար եւ այդ պատճառով ոչ թե ուղղակի դա կապրիզ է, այլ մենք հասկանում ենք, որ սա հանրության համար է, ուզում ենք կանաչ տնտեսություն, ուզում ենք նոր մեքենաներ, ուզում ենք, որ չբերենք մեքենաներ մի քանի տարի հետո դրանց ուրեմն 2-3 տարի հետո այդ մարդը խնդրի առաջ կանգնի։ Սա մեկ, երկրորդը ձեր ուրեմն նշածը ես ուղղակի կարդամ ինչ ենք այստեղ գրել։ Գրված է 26 թվականի, ես մեջ բերեմ օրենք, 26 թվականի փետրվարի 1-ից Նայություն հունվարի 1-ից մինչև հունվարի 31-ը այս կոդերով մեքենաները բաց թողում ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով ձևակերպումը կամ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծումը եւ ազատ շրջանառության նպատակով բաց թողումը կամ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարումը, այսինքն սա վերաբերվում է ներմուծմանն է, սա վերաբերվում եւ ուրեմն ազատ շրջանառության նպատակով բաց թողմանն է, սա վերաբերվում եւ ձևակերպմանը։ Կարդացիք նորից նույն բանը, կարծում եմ վստահաբար էլի նույն անորոշությունը մնաց։ Հիմա պարզ բան, մեր սահմանը հատելը բոլորը գիտեն, չէ՞, երբ որ այդ ավտոմեքենան հասնում է սահմանի մեր կետ եւ հատում է սահմանը։ Հիմա սա է ժամկետի հաշվարկի հիմքը, թե երբ որ մարդը իր թղթերով գնում է այդ ձեր ասած մաքսազերծումն անի, օրինակ ներմուծել է մեքենան, գնում է անհատը, որ այդ մաքսազերծումն անի։ Մի պետք պարզ հարցին պիտի պարզ պատասխան լինի, մարդիկ այդ հաշվարկն անեն։ Այն մնացածը չէ, հիմնավոր չէ, որովհետև ինչ էլ անեք ձեր էջը շատ լավ է, որ 400,000 դիտում ունի, գուցե ավելանալու հակումներ կունենա կամ չէ, չգիտեմ, այդ ձեր ձգտումներն է, հենա դուք էլ ուրախանում եք դրա համար, լավ է, բայց իրականում իրավական առումով ձեր էջը չի, էլի, այսինքն ինչ դուք ասում եք ձեր էջում, դա դեռ օրենքը չի։ Այսինքն մի քիչ էլ կա դրան հասնենք, ասենք օրինակ, երբ որ դուք մի բան ասեք եւ դա դառնա օրենք, դրան մի քիչ մնացել է որ հասնենք, բայց ձեր էջում ձեր ասածը եւ օրենքը, որ ազգային ժողովն ընդունում է նախագահն եւ ավելացում է, դեռևս մի փոքր իրարից տարբեր են։ Իմ ասածը դա էր, երբ որ օրենքը ընդունվի, իսկ մենք վստահ քայլերով գնում ենք դրան, որ ինչ դուք հայտարարում եք, ապա դա օրենք է, իսկ օրենքը այս պահին սահմանադրական կարգով հետեւյալն է, ընդունվում է նախագահը
վավերացնում է եւ ինքը համարվում է ընդունված։ Հիմա այդ ընդունման պահից, օրինակ, ընդունման պահից կարա ձևակերպեք ձեր ասած 3 ամիսը ինչ որ պարոն Թունյանն ասում է դա մաքսիմում ժամկետն է, որ այդ ավտոմեքենան կա։ Այսինքն ընդունման պահից, որովհետեւ որևէ մեկը չգիտի, վաղ այս օրենք օրինակ կընդունվի թե ոչ։ Տեսականորեն գոնե, էլի, չնայած դուք ինչ բերում եք, վստահաբար ստեղ բան ընդունվում է։ Հիմա այս մասով առնվազն էս, թե չէ մնացած այն ինչ որ ասում եք, ես էի ասում ակումուլյատորների խնդիրը անցած անգամ եւ այլն։ Մի ամիսը դուք որ հետաձգել եք, հանրային շահը այդտեղ չի, էլի, նես չի որ դուք չափել եք փետրվարի 1-ով հանրային շահը վերջացավ, այլևս մինչև փետրվարի 1, օքեյ, ամեն ինչ նորմալ է, եթե փետրվարի 1-ից հետո լինի հանրային շահը դե վերջացավ եւ ամեն ինչ գնաց դեպի կատաստրոֆա։ Ճիշտ եք, պարոն Ավետիսյան, եթե ձեր նման քվեարկեինք, այս օրենքը առաջին ընթերցումով չէր անցնի եւ Հայաստանի Հանրապետության եւ հանձնաժողովի նիստում ես տեսել եմ դուք ոնց եք քվեարկել, դուք կողմ չեք քվեարկել։ Եթե հանձնաժողովի նիստում այս հանձնաժողովի падգամավորները քվեարկեին Թադևոս Ավետիսյանի նման, այս օրենքը չեր անցնի, չեր ընդունվի եւ մեր քաղաքացիները ստիպված կլինեին վճարել ավելացված արժեքի հարկ էլեկտրական մեքենաների համար, բայց քանի որ մեր հանձնաժողովի հարգարժան падգամավորները չեն քվեարկել այնպես ինչպես Թադևոս Ավետիսյանը, մեր քաղաքացիները ստացան ավելացված արժեքի հարկի արտոնություն։ Պարոն Ավետիսյան, մի հատ Պարոն Ավետիսյան, Դուք կարաք ձեր անձնական շահը ակնհայտ աստեղից էլ երևաց, մանիպուլացնելով այն որ հանրային շահից եք խոսում, բա պարոն Պապոյան, բա այդ պոստը, որ դուք զբաղեցնում եք, այդ պատասխանատվությունը, դա թույլ է տալիս այս չափ մանիպուլացնել։ Ես ձեռնպահ եմ քվեարկել մի պարզ պատճառով, որ մինչև երկրորդ ընթերցումը այս լուծումները, որոնք որ մենք քննարկում էինք, ունենանք եւ ասեմ ձեզ ավելին, նաեւ իմ ներկայացմամբ մեր ֆրակցիան Հայաստան խմբակցությունը այս նախագծին առաջին ընթերցման կողմը քվեարկել, այդ թվում նաև ես։ Հիմա այդ մանիպուլյացիա բա եղավ, բա ինչից են քննարկում, ուր եք տանում, ինչ եք անում, բա այսինքն դուք հիմի հանրային շահի մասին ելույթ եմ ունենում, բա հա։ Այս լավ այդ ամեն ինչը մի կողմ, մի օր առիթ կլինի հանրայինի եթեր վաղուց չեն գնացել բանավեճի։ Առիթ կլինի կգնանք այս կբանավիճենք ամեն մարդ իր եզրակացությունը կանի, բայց սա չի խնդիրը։ Խնդիրը հետևյալն է, այդ թողեք մի 5 անգամ էլ իմ անազգանունը տվեք, բանը խնդիր չկա, շատ ուրախ եմ դրա համար, բայց մի հատ ասեք ի վերջո, սահմանը հատելն է, այդ հարցին պատասխանեք, թե չէ ոգևորել եք ինձ եք կպել։ Սահմանը հատելն է ժամկետի, թե ներկայացնելը Դե կրկնում եմ, սկսենք նրանից, որ եթե բոլոր падգամավորները ձեր պես քվեարկեին, դա փաստ է։ Հիմա դուք դրանից պարոն Ավետիսյան, ես չգիտեմ ինչի եք դուք ձեր քվեարկության արդյունքից նեղվել, ես կարծում եմ դա այդ նեղվելուց առաջ պետք է այդպես չքվեարկել։ Հիմա բայց դուք քվեարկել եք, հետո բացատրում եք թե ինչի եք ձեռնպահ քվեարկել։ Իսկ պետք չի բացատրել, ինչպես կամ իհարկե եթե փոշմանել եք, որ ձեռնպահ եք քվեարկել եւ սխալ քվեարկություն եք արել, իհարկե դա էլ է նորմալ եւ ես ուրախ եմ, եթե այդպիսի եզրակացության եք եկել։ Հիմա մեր նախագծի դրույթների մասին, մեր նախագծի դրույթների մասով ձևակերպումը շատ հստակ է գրված, նույն ձևակերպումն է։ Մինչև ուրեմն ամսի 31 դեկտեմբերի 31-ը բերված մեքենաները իրանք այս կանոնի այստեղ կանոնի փոփոխություն չկա նույն օրինակ տեսեք 25 թվականի կանոնը նույն կերպ է գործում ոնց այդ կանոնը գործել է այդ նույն տրամաբանությամբ շարունակում ենք